Միջազգային top 10 թեմաների ամփոփումը Եվրամեդիա 24 հեռուստաընկերության եթերում։ Աշխարհի էներգետիկ շուկաներում տեղի ունեցել կտրուկ շրջադարձ։ Նավթի գինը սկսել է արագ նվազել, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը կարող է ավարտվել շատ շուտով։ Մինչ այդ Brent-ի գինը հասել էր մոտ $119 մեկ բարելի դիմաց, սակայն շուկաներում սպասումները փոխվելուց հետո այն ընկավ մոտ $92 մակարդակի։ Ներդրողները զգուշությամբ են արձագանքել Թրամփի հայտարարություններին, քանի դեռ պահպանվում է լարվածությունը Հորմուզի նեղուցում։ Իրանը փորձում է փոխել պատերազմի տրամաբանությունը եւ անցնել երկարատև հյուծման ռազմավարության։ Իրանի ռազմական ղեկավարությունը կարծում է կարող է դիմակայել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ճնշմանը, շարունակելով հրթիռային եւ անօդաչու հարվածները տարածաշրջանում։ Հարվածներից հետո Իրանում իշխանությունը կենտրոնացել է ԻՀՊԿ-ի ձեռքում, որը համակարգում է ռազմական գործողությունները։ Միաժամանակ երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել Մոջթաբա Խամենեին, ով համարվում է կոշտ քաղաքական գծի ներկայացուցիչ։ Իրանը փորձում է նաեւ հարվածել Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքներին, փորձելով բարձրացնել նավթի գինը եւ ճնշում գործադրել արևմտյան երկրների վրա։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում նկատվել է անսպասելի վերականգնում, կապված Մերձավոր Արևելքի պատերազմի մասին նոր հայտարարությունների հետ։ Ներդրողները դրական են արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը կարող է ավարտվել ավելի արագ, քան սպասվում էր։ Այդ հայտարարությունից հետո մի շարք խոշոր ֆոնդային ինդեքսներ սկսել են աճել։ Վերլուծաբանները նշում են, շուկաները փորձում են գնահատել պատերազմի իրական տևողությունը եւ դրա ազդեցությունը էներգետիկ մատակարարումների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, որի հիմնական թեմաները եղել են Իրանի շուրջ պատերազմը եւ Ուկրաինայի իրավիճակը։ Կրեմլի փոխանցմամբ Պուտինը ներկայացրել է առաջարկներ, որոնք կարող են արագացնել Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ավարտը։ Թրամփը նշել է, քննարկումը եղել է շատ արդյունավետ եւ ընդգծել, Վաշինգտոնը բաց է դիվանագիտական լուծումների համար։ Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, Իրանի դեմ ռազմական գործողությունը զարգանում է սպասվածից արագ։ Իսրայելի դեսպան Ջոուշա Զարկան նշել է, որ երկրի բանակը արդեն հասել է մի շարք ռազմավարական նպատակների։ Նրա խոսքով հիմնական թիրախները եղել են Իրանի ռազմական ենթակառուցվածքները, հրթիռային համակարգերը եւ անօդաչուների արտադրության օբյեկտները։ Իսրայելական ռազմաօդային ուժերը շարունակում են ինտենսիվ հարվածները, փորձելով սահմանափակել Իրանի ռազմական հնարավորությունը։ Լիբանանում իրավիճակը արագորեն վատթարանում է Իսրայելի եւ Հեզբոլլահի միջև շարունակվող բախումների պատճառով։ Միջազգային մարդասիրական կազմակերպությունների տվյալներով մոտ 700,000 մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրերը։ ՄԱԿ-ը զգուշացրել է, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, տարածաշրջանում կարող է առաջանալ լուրջ հումանիտար աղետ։ Մարդասիրական օգնության կազմակերպությունները արդեն սկսել են արտակարգ ծրագրեր տեղահանվածներին սնունդ եւ բժշկական օգնություն տրամադրելու համար։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների ֆոնին միջազգային փորձագետները լրջորեն մտահոգված են Հորմուզի նեղուցի անվտանգությամբ։ Այս նեղուցով անցնում է աշխարհի նավթի զգալի մասը, որը մատակարարվում է Եվրոպա եւ Ասիա։ Իրանի ղեկավարությունը սպառնացել է փակել նեղուցը, եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելը շարունակեն ռազմական հարվածները։ Նման քայլը կարող է լուրջ հարված հասցնել համաշխարհային տնտեսությանը եւ կտրուկ բարձրացնել էներգակիրների գները։ Մի շարք միջազգային նավթային ընկերություններ արդեն սկսել են վերանայել իրենց երթուղիները անվտանգության նկատառումներով։ ԱՄՆ վարչակազմը քննարկում է ռուսական նավթի նկատմամբ որոշ սահմանափակումների հնարավոր մեղմացումը։ Այս հարցը օրակարգում հայտնվել է էներգետիկ շուկաներում աճող լարվածության պատճառով։ Վաշինգտոնը փորձում է կանխել նավթի գների կտրուկ աճը, որը կարող է վնասել համաշխարհային տնտեսությանը։ Սպիտակ տան պաշտոնյաները նշում են, քննարկվում են մի քանի տարբերակներ, այդ թվում ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարների օգտագործումը։ Միաժամանակ Եվրոպայում նույնպես քննարկումներ են ընթանում էներգետիկ անվտանգության ուժեղացման վերաբերյալ։ Եվրամիության ղեկավարները սկսել են արտակարգ խորհրդակցություններ կապված Մերձավոր Արևելքում արագ սրվող պատերազմի հետ։ Քննարկումների հիմնական թեման էներգետիկ շուկաների կայունությունն է եւ հակամարտության ազդեցությունը Եվրոպայի տնտեսության վրա։ ԵՄ առաջնորդները հատկապես մտահոգված են Հորմուզի նեղուցի անվտանգությամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, տարածաշրջանային հակամարտությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ էներգետիկ մատակարարումների եւ միջազգային առևտրի վրա։